Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդ մարդ զրկված է խմելու ջրից, իսկ մինչև 2030 թվականը ջրի պակասը կարող է դառնալ գլոբալ ճգնաժամ։ Վտանգ կա, որ ջրի պաշարների բացակայության հետևանքով աշխարհում կարող է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստական լինել։ Այս ֆոնին Ադրբեջանում ջրի պաշարները արագ սպառվում են եւ Ալիևի հայտարարությունները դառնում են ավելի հասկանալի։ Արցախի հանձնումով Ադրբեջանին իրանք որոշ չափով լուծեցին այդ ջրի պաշարի խնդիրը, որտեղ մի շարք գետեր անցել են իրենց վերահսկողության տակ, բայց միևնույն է, այդ հարցը իրենց համար դժվար լուծելու է, իրանք հասկանում են ժամանակի ընթացքում խմելու ջրի խնդիրը իրենց համար դառնալ է մեղմ ասած օրհասական։ Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի պաշարը Ադրբեջանում ընդամենը 851 խորանարդ մետր է, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2300 խորանարդ մետր։ Ջրի խնդիրը իսկապես կարևոր է տարածաշրջանի համար, մանավանդ խմելու ջրի առումով նշ որ Հայաստանը ամենաշատ ունի տարածաշրջանում, բայց մեկ շնչին գնող, եթե հաշվենք մեկ շնչի հաշվով, այսինքն ոչ թե ֆիզիկական ծավալով, իսկապես մեկ շնչի հաշվով Հայաստանը մոտավորապես 3-ից մինչև 5 անգամ ավելի շատ ջրի պաշար ունի խմելու ջրի մասնախոսքը, քան մեր հարևան երկրները։